թվականը Նիկոլ Փաշինյանի կառավարման այն եզակի տարին էր, երբ Հայաստանը տարածքային կորուստներ չունեցավ, իսկ մեր սահմաններում հարաբերականորեն խաղաղ իրավիճակ էր։ Իշխանության պնդմամբ սա հաստատված խաղաղության վկայությունն է, ընդդիմությունն էլ վստահ է, որ սա պարզապես թայմ-աութ է, որպեսզի Փաշինյանը հաջողությամբ վերարտադրվի եւ կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Քաղաքական առումով 2025-ը թեժ էր վայրիվերումներով եւ ճգնաժամերով։ Օրագիր Նյուզը ձեզ համար առանձնացրել է 2025 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած 10 առանցքային զարգացումները ըստ ժամանակագրական հաջորդականության։ Առաջարկում եմ դրանք միասին ամփոփենք։ Ներքաղաքական կյանքը ձմեռային խորեքնից հարթնացավ փետրվարի սկզբին, երբ Երևանում մեկնարկեց հանրային տրանսպորտի ուղևորցի թանկացման դեմ բոյկոտը։ Քաղաքային իշխանությունները դեռ 2024-ի մարտից էին հանրային տրանսպորտի ուղևորցը շեշտակի 100-ից մինչև 300 դրամ թանկացնելու որոշում ընդունել, սակայն մի քանի անգամ ստիպված էին եղել դրա կիրառումը հետաձգել։ Փետրվարի 1-ից տրանսպորտի ուղևորցն այնուամենայնիվ թանկացվեց, սակայն հանրային ճնշման տակ քաղաքային իշխանությունը բառացիորեն նախորդ օրը հունվարի 31-ին ստիպված եղավ հերթական հետքայլն անել։ Երևանի ավականին այդ օրը արտահերթ նիստ անցկացրեց եւ որոշեց մեկ ուղևորության արժեքը 150 դրամ սահմանել, ինչը սակայն չգոհացրեց ընդդիմությանը։ Ավականուն դիմադիր ազգային առաջընթաց եւ Մայր Հայաստան խմբակցությունները համընդհանուր բոյկոտ նախաձեռնեցին, քաղաքացիներին կոչ անելով տրանսպորտից օգտվելիս չվճարել կամ էլ առավելագույնը 100 դրամ վճարել։ Ընդդիմության մեկամսյա բոյկոտը թեպետ հաջողությամբ չպսակվեց, սակայն հետագայում արդեն քաղաքային իշխանությունները ստիպված եղան ընդունել, որ հանրության մի մասը բոյկոտի կոչերի արդյունքում չի վճարում։ Հունիսի սկզբին Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը խոստովանեց, որ բոյկոտի պատճառով քաղաքապետարանը չի կարողանալու գնել նախատեսված 45 տրոլեյբուսներից 30-ը, իսկ ավելի ուշ այդ տրոլեյբուսները կառավարության ֆինանսավորմամբ գնվեցին։ Այսպես ասած, այդ ակցիաների արդյունքում մարդկանց ամեն կերպ փորձելու, որպեսզի իրենք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի էր նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել։ Հաջորդիվ ՔՊ բոյկոտող քաղաքացիներին 3-ից 15,000 դրամով տուգանելու նախագիծ բերեց, որն ընդունվեց եւ օգոստոսից սկսեց կիրառվել, սակայն տուգանքները եւս ընդհանուր պատկերը չփոխեցին։ Նոյեմբերի վերջին կառավարությունն ավելի քան 3 միլիարդ դրամ տրամադրեց Երևանի քաղաքապետարանին տրանսպորտից թերհավաքագրված 5.5 միլիարդ դրամի ճեղքը մասամբ փակելու համար։ Մարտի 31-ին Գյումրիում եւ Փարաքարում թիմ արտահերթ ընտրություններ կայացան, որոնցում հաջողությունը ժպտաց ընդդիմությանը։ Փարաքարում ընդդիմադիր ապրելու երկիր կուսակցության թեկնածու Վալոդիա Գրիգորյանը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ Գյումրիում համայնքային իշխանություն ձևավորվեց հավաքական ընդդիմությունը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ 13 տարի անց քաղաքապետի պաշտոնին վերադարձած Ղուկասյանն այս անգամ Գյումրին միայն 6 ամիս կառավարեց։ Օկտեմբերի 21-ին նա կալանավորվեց, իսկ համայնքապետի նրա լիազորությունները կասեցվեցին։ Գյումրու քաղաքապետը մեղադրվում էր, որ ապամոնտաժման ենթակա մի շինություն օրինականացնելու համար քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ միասին 4 միլիոն դրամ կաշառք է պահանջել։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ իր պաշտպանները հիշեցնում են, որ Գյումրու քաղաքապետն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ վերջինս պետք է դուրս շպրտվի քաղաքական կյանքից։ Օրագիր Նյուզը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել։ Չի վախենում, որ ընտրվելու դեպքում կարող է ձերբակալվել, ինչին ի պատասխան նա ասել էր. Պարոն Ղուկասյան, չեք վախենում ընտրվելուց հետո ձերբակալեն։ Ես քեզ մի բան ասեմ, ես ասեցի թող իրանք մտածեն, իրանք վախենան, որովհետև տակը ապրելու էլ բան չի մնացել։ Այդ ձերբակալելն ինչի որ դες վախենում եք։ Ես ասել եմ մի անգամ Պողոս Առաքյալն է ձերբակալվել, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, այդ ինչ եք դες վախենում ձերբակալվել։ Իշխանությունը լավ տղեկան, մենք ես որ գնաց այնտեղ ամենալավ ձևով կապրեմ։ Իշխանի պես կապրեմ։
Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը եւս երկար չպաշտոնավարեց սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան նա Մերձավանում դաժանորեն սպանվեց։ Քանի որ նախաքննությունը շարունակվում է, սպանության վերաբերյալ հնչող վարկածները նախընտրում են չհրապարակել։ 2025-ի ամենաառանցքային իրադարձությունը, որը հայ հանրությանը բառացիորեն շոկի ենթարկեց, հայ առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանության նախաձեռնած արշավն էր, որն ուղեկցվեց հայոյանքներով ու անպարկեշտ բառապաշարով, այնուհետև նաև բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություններով։ Ամեն ինչ սկսվեց կառավարության մայիսի 29-ի նիստից, որում Նիկոլ Փաշինյանը եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ, նշելով. Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ։ Փաշինյանի այս համեմատությունը հաջորդել էր Շվեյցարիայում վեհափառի հայտնի ելույթին, որում նա խոսել էր Արցախի բռնազավթման, արցախցիների վերադարձի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանության քաղաքականության մասին։ Հարցեր, որոնք բարձրաձայնելուց Հայաստանի իշխանությունն առհասարակ խուսափում է։ Եկեղեցիների չուլանացման հայտարարությունը մի շարք բարձրաստիճան հոգևորականների կողմից խստորեն քննադատվեց, իսկ Փաշինյանը, նրա քաղաքացիական կինը եւ թիմակիցները նախընտրեցին քննադատություններին այնպիսի անպարկեշտ բառապաշարով եւ հայոյանքներով արձագանքել, որոնք եթերային էթիկան թույլ չի տալիս մեջ բերել։ Դրանցից մի քանիսը կարող եք տեսնել ձեր էկրաններին։ Հայ հանրությունը ցնցվեց Փաշինյանի եւ նրա կողակցի հայոյախառն գրառումներից, որոնցից շատերը Facebook-ը պարզապես արգելափակեց, իսկ Փաշինյանը ստիպված եղավ վետո դնել հայոյանքների կիրառության վրա եւ իր խոսքով անցնել քաղաքակիրթ բանավեճի։ Սրանով սակայն հակաեկեղեցական արշավը չավարտվեց, տարբեր գործերով ձերբակալվեցին եւ կալանավորվեցին մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Կրոշյանը եւ Արշակ arczepiskopos Խաչատյանը։ Փաշինյանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին եւ մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականներին սկսեց մեղադրել կուսակրոնության ուխտը խախտելու մեջ ու հենց այս հիմնավորմամբ օրակարգ նետեց Վեհարանը վեհափառ հայրապետից, այսպես ասած ազատելու օրակարգը, որին կանադառնալ հաջորդի։ Եկեղեցու դեմ այս արշավը հունիսի 17-ին դատապարտեց գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը, որի համար նա վճարեց իր ազատությամբ։ Կարապետյանով մեղադրվում է իշխանություն զավթելու կոչ հնչեցնելու մեջ, պարզապես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Սամվել Կարապետյանի այս հայտարարությունից ժամեր անց ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ իրականացրեց բարերարի առանձնատանը, որի ավարտին նա ձերբակալվեց։ Իսկ հաջորդ օրը հունիսի 18-ին նա կանոնավորվեց եւ առ այսօր նա գտնվում է անազատության մեջ։ Ասում եմ մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ։ Ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Ուշագրավ էր, որ Փաշինյանը Facebook-յան գրառումներով ակտիվորեն արձագանքում է իրավապահների գործողություններին։ Բա միջամտի արա, ինչ ես չուլանում պախկվել։ Այնուհետև իշխանությունը Սամվել Կարապետյանին պատկանող հեծը պետականացնելու գործընթաց սկսեց, այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակեց ՔՊԱԿ Ռոմանոս Պետրոսյանին։ Եվ չնայած Ստոկհոլմի արտակարգ արբիտրը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ որոշումների կիրառումից, պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մտադիր չէ կատարել այս որոշումը։ Կարապետյանի կալանավորումից հետո նրա մերձավորները հիմնադրեցին մեր ձևով շարժումը, հայտարարելով, որ մասնակցելու են 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Շարժումը, որն այս պահին վերածվում է քաղաքական ուժի, արդեն իսկ հանրության շրջանում վստահություն է վայելում։ Եվ տարբեր սոցհարցումներով, եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեին, ապա այն ընդդիմադիր ուժերի շարքում ամենամեծ թվով ձայներ կստանա։
2025-ին ամենից շատ շահարկվեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել էին Արթունենք շարժման համակարգողներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Վերջիններս ապրիլի 28-ին նամակով դիմեցին ազգային ժողովի 107 падգամավորին։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունն առաջինն արձագանքեց այս առաջարկին, սակայն հայտարարեց, որ թեկնածու չունի եւ կաջակցի այն թեկնածուին, որին առաջադրի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ Հայաստանը։ Պատիվ ունեմից նշում էին, որ պատրաստ են աջակցել անգամ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը, սակայն երկրորդ նախագահի թիմում այս գործընթացին թերահավատորեն էին մոտենում, հիշեցնելով, որ ՔՊ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունի։ Նարեկ Մալյանը նախքան գործընթացի մեկնարկը հայտարարում էր, որ Փաշինյանի հեռացմանը Հայաստանում դեմ է միայն Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը Քոչարյանը հակադարձելով այս մեղադրանքին հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել մի գործընթացի, որի հաջողության հավանականությունը ձգտում են 0-ի։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը 0-ին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ։ Ես կարող եմ ասել, թե ումա դա հետաքրքիր։ Օրինակ, կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լինել վարչապետի տեխնացու, դա կյանքի վերածնվել։ Հունիսի 7-ին պատիվ ունեմը վարչապետի թեկնածու առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին Հայաստան խմբակցության падգամավորներին առաջարկելով միանալ գործընթացին։ Ընդդիմադիր ամենամեծ ուժի ներկայացուցիչները թեպետ հրապարակեցին իրենց ստորագրությունները, այնուամենայնիվ դրանք չփոխանցեցին նախաձեռնության հեղինակներին, որի համար ամիսներ շարունակ նրանց կողմից խստորեն քննադատվեցին։ Ավելին, հանրապետականի որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին, որ անգամ մի շարք ԿՊ-ականներ պատրաստ էին միանալ նախաձեռնությանը եւ միակ խոչընդոտը Հայաստան խմբակցության падգամավորների բացակայող ստորագրություններն են։ Արդեն սեպտեմբերի 26-ին Իշխան Սաղաթելյանը Հայաստան խմբակցության 28 падգամավորների ստորագրությունները փոխանցեց պատիվ ունեմին, սակայն շուրջ 3 ամիս անց ԿՊ-ական, ինչպես նաեւ անկախ ոչ մի падգամավոր գործընթացին չի միացել։ Պատիվ ունեմի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, 2018-ի իշխանափոխության օրերին ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Դատավճռի հրապարակման օրը նա Ռուսաստանում էր, սակայն օրեր անց վերջինս վերադարձավ Հայաստան եւ կալանավորվեց։ 2025 թվականին ազգային ժողովի դահլիճում եւս լարված միջադեպերի փոխադարձ վիրավորանքների ու սպառնալիքների պակաս չկար։ Այս առումով ամենահիշարժան դրվագը մայիսի 7-ին էր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ, ըստ որոնց ԿՊ-ականները թաթախված են կոռուպցիայի մեջ։ Փաշինյանը հարցին պատասխանելիս կորցրեց ինքնատիրապետումը եւ անցավ սպառնալիքների։ Բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը։ Այնուհետև դահլիճում իրավիճակն այն աստիճանի լարվեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր падգամավորներից մեկին անբան անվանեց։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ համբալ բառը ներհայաստանյան քաղաքական խոսույթ բերելու դափնիները պատկանում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Տիգրան Ավինյանի հորը, Արմեն Ավինյանին։ Վերջինս Օրագիր Նյուզի հարցախույզի ժամանակ խիստ անհարգալից էր արտահայտվել օպելի վարորդների մասին, ասելով. Հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160,000 դրամ։ 500,000 սարքեմ, որ ամեն համբալ չգա կայնիստե։ Ամեն իրա գեղի օպելով։ Օգոստոսի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագիրը, որը գործող իշխանությունը համարում են իր ամենակարևոր իրադարձությունը։ Համաձայնագրի վերջնական ստորագրման համար Բաքուն շարունակաբար առաջ է քաշում Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչից հայկական կողմն ըստ էության չի հրաժարվում։ Այնուամենայնիվ իշխանականները վստահեցնում են, որ խաղաղությունն արդեն հաստատվել է։
Նախաստորագրումից օրեր անց օգոստոսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղությունն արդեն հաստատված է, ավելին նա հայտարարում էր, որ 2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ։ Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ։ Ես չեմ ուզում ասել խաղաղության եւ պատերազմի, ես ավելի մեղմ կասեմ խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ։ Եվ սա է պատճառը նաեւ, որ ես իմ երկուշաբթի օրվա ուղերձում հստակ արձանագրեցի, որ այս խաղաղությունը հաստատված ամենօրյա խնամքի կարիք ունի։ Սրանով Փաշինյանը փաստացի ակնարկում էր, որ եթե ինքը հեռացվի իշխանությունից, ապա իշխանության եկած ուժերը Հայաստանը գուցե ներքաշեն նոր պատերազմի մեջ։ Բացի այդ, պաշտոնապես հայտարարվում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվել է առանց նախապայմանների, սակայն հարկ է հիշել, որ Երևանը բավարարել է Բաքվի բոլոր նախապայմանները։ Համաձայնել է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից, սահմաններից դուրս բերել ԵՄ դիտորդներին, լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը եւ ոչ միայն։ Այս համատեքստում ուշագրավ է Հարավային Կովկասի հակամարտությունների եւ քաղաքականության թեմայով բրիտանացի քաղաքական վերլուծաբան Թոմաս Դե Վալի գնահատականը, ով նկատել է, որ համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը մեծապես պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գործոնով, ով մի շարք զիջումների է գնացել համաձայնության հասնելու ջանքերի շրջանակներում։ Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը Դոնալդ Թրամփի վկայությամբ 7 կետանոց հռչակագիր ստորագրեցին, որի երրորդ կետով Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ պետք է անխոչնդոտ հաղորդակցություն ստանա։ Հենց այս նպատակով Հայաստանի հարավում Սյունիքի մարզում տարանցիկ ճանապարհ կստեղծվի, որը կկոչվի Թրամփի ուղի (TRIP) եւ Ադրբեջանին հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան։ Այս համատեքստում Հայաստանում պնդումներ էին հնչում, որ կառուցվելիք երթուղու տարածքը 99 տարով վարձակալության է հանձնելու ամերիկյան կողմին։ Սակայն Նիկոլ Փաշինյանը 2025-ի սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը ոչ թե հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։ Ընդդիմության ներկայացուցիչները եւ փորձագիտական շրջանակները ժամանակ առ ժամանակ մտավախություն են հայտնում, որ Թրամփի ուղին իրականում նույն Զանգեզուրի միջանցքն է, հղում անելով այն հանգամանքին, որ Ադրբեջանն անխոչնդոտ հաղորդակցություն է ստանալու, իսկ այդ երկրի պաշտոնյաներն առայսօր չեն հրաժարվում այն ձևակերպումից, սակայն Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում են դա, հիշեցնելով, որ փաստաթղթերում Զանգեզուրի միջանցք ձևակերպումը չի հիշատակվում։ Հակաեկեղեցական արշավը նոր փուլ թևակողեց 2025-ի աշնանը, իսկ առաջին արարը հանրային հեռուստաընկերության Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատյանի հարցազրույցներ։ Դրանում նա նշել էր, որ իր վերադասից Արագածոտի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանից հրահանգ էր ստացել մասնակցելու 2021 թվականին ընդդիմության կազմակերպած ցույցերին։ Ասատյանը հարցազրույցում նաև ակնարկում էր, որ Մկրտիչ Սրբազանը դա արել է վեհափառի ուղղորդմամբ, քանի որ Արագածոտնի թեմի առաջնորդը ամենայն հայոց հայրապետի քրոջ որդին է։ Ասատյանի հարցազրույցի հիման վրա Դանիել Իոնիսյանը հաղորդում ներկայացրեց քննչական կոմիտեն, ինչի արդյունքում հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրն արդեն 2 ամսով կալանավորվեց։ Օրեր անց հոկտեմբերի 21-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հայրապետական տնօրինությամբ Ստեփան Ասատյանը կարգալույծ արվեց ու դասվեց աշխարհիկների շարքին։ Սակայն վերջինս չընթարկվեց մայրաթորի որոշմանը, մնաց Հովնանավանքում ու սկսեց ինքնակոչ ծիսակատարություններ մատուցել։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Ստեփան Ասատյանին իր անձնական հովանավորության տակ առավ, հայտարարելով, որ առաջիկա կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում նրա կողմից մատուցվելիք պատարագին։ Հայաստանյան ծառայական սուբյեկտու հավատավոր հետևորդ, քույրեր եւ եղբայրներ, հավատակիցներ սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Սա ուշագրավ էր նաև այն առումով, որ ժամանակին Ասատյանը Նիկոլ Փաշինյանին բազմիցս ծաղրել էր, ոչխար էր անվանել, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ Փաշինյանին ոչխար անվանելիս ինֆորմացված չի եղել։ Փաշինյանը 2 շաբաթ անընդմեջ իր թիմակիցների մի մասի ու աջակիցների ուղեկցությամբ Հովաննավանքում մասնակցեց Ասատյանի մատուցած ինքնակոչ պատարագներին, որոնց անվտանգությունն ապահովում էին ուժայինները։
Հաջորդիվ յուրաքանչյուր Կիրակի Փաշինյանը սկսեց տարբեր եկեղեցիներում պատարակների մասնակցել պայմանով, որ այդ պատարակների ժամանակ վեհափար Հայրապետի անունը չպետք է հնչի։ Փաշինյանը չհերքեց, որ իր այսպես կոչված խնդրանքը հոգևորականներին փոխանցում են ԱԱԾ-ի աշխատակիցների միջոցով։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Նարսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Նարսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել։ Հաջորդիվ այս արշավին, ինչպես նաև Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհին միացան նաև մի շարք այլ հոգևորականներ, որոնց կանադառնանք հաջորդիվ։ Նոյեմբերի 16-ին Տիմ արտահերթ ընտրություններ կայացան նաև Վաղարշապատում, սակայն ընդդիմությանը այս անգամ չհաջողվեց Գյումրիի կամ Փարաքալի սցենարը կրկնել։ Համայնքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը կոռուպցիոն սկանդալների ֆոնին մայիսի 15-ին հրաժարական էր տվել։ Մարտին հայտնի էր դարձել, որ նա 13.6 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայելի հետ եւ այդ փաստով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Բացի այդ, սկանդալային սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի քպական ամուսնուն պատկանող գազալցակայանում։ 2023 թվականին էլ մամուլը գրում էր, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ ԿՊՆ-ն նախընտրեց Վաղարշապատում արտահերթ ընտրությունների գնալ, իսկ նախքան դա Վաղարշապատ եւ Խոյ համայնքները խոշորացվեցին, համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Խոյ համայնքի նախկին ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ու հենց նա էլ ընտրություններում գլխավորեց ԿՊՆ-ի նախընտրական ցուցակը։ Քարոզարշավը եւ բուն ընտրությունները տեղի են ունենում Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի, ինչպես նաեւ Վեհարանի դեմ նախապատրաստվող գրոհի ֆոնին, սակայն ուշագրավ է, որ Մեխագյանն վկտում էր առավելագույնս տարանջատվել ԿՊ-ից, խուսափում հակաեկեղեցական արշավին կամ Վեհարանի դեմ գրոհին միանալու հարցերից։ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության թեկնածուն ընդհակառակը չէր թաքցնում, որ ընտրվելու դեպքում արտոնելու է Մայրաթորի դեմ գրոհը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստում է հոգևոր հավաք իրականացնել Վաղարշապատի կենտրոնական հրապարակում, ես էլ պատասխանատու կերպով հայտարարում եմ, իմ ընտրվելու պարագայում ես արտոնելու եմ այդ հավաքը։ Ընտրությունների արդյունքներով ավականու 33 մանդատներից 19-ը բաժին հասավ ՔՊ-ին, ընդդիմադիր հաղթանակ դաշինքը 12 մանդատ ստացավ, Մայր Հայաստան կուսակցությունը 2, իսկ Հանրապետություն կուսակցությունը հերթական անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց։ Վաղարշապատում հաղթանակից հետո իր հետընտրական առաջին գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ վաղարշապատցիներն իրենց քվեարկությամբ կարևոր լիցք տվեցին Մայրաթորը վեհափարից, այսպես ասած, ազատելու գործընթացին։ Նոյեմբերի 27-ին Փաշինյանը հանդիպում ունեցավ մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք աջակցություն էին հայտնել եկեղեցու հարցում իր արտահայտած դիրքորոշումներին։ Ուշագրավ էր, որ այս հոգևորականների շարքում էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասար Կճոյանը, ում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամենաանողոքն էր հնադատում, անվանելով Վենքսի Սամո։ Փաշինյանի հետ հանդիպում ունեցած հոգևորականները վեհափարին մեղադրում էին Արշակ Սրբազանին կարգալույս չանելու մեջ, պնդելով, որ նրան վերագրվող ինտիմ տեսանյութերում Սրբազանի իսկությունը հաստատվել է։ Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը Հայկական ժամանակը 10 եպիսկոպոսների անունից հայտարարություն տարածեց, նշելով, նրանք ակնկալում են, որ կաթողիկոսը կամովին հանգստյան կոչվի եւ այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել։ Դեկտեմբերի 17-ին հանրության կողմից Տիրադավ անունը ստացած 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին, նշելով, որ դեկտեմբերի 18-ին գնալու են Մայրաթոր կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Այս դեպքում եւս նրանց հայտարարությունը Հայկական ժամանակն էր տարածել։ Մայրաթորում դեկտեմբերի 18-ին բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել, եկեղեցին պաշտպանելու նպատակով հազարավոր քաղաքացիներ էին եկել, տեղում էին նաև Փաշինյանի թիմակիցներն ու սակավաթիվ աջակիցները, ընդ որում վերջիններս անադեկվատ պահվածք էին դրսևորում։ Նկտի բառապաշարով ու հայոյանքներով առանձնապես աչքի էր ընկնում հատկապես Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, այդ թվում զոհվածի ծնողի նկատմամբ։
ամսագրավ էր, որի պաշտպանություն մայրաթորի հավաքված քաղաքացիների թիվն այնքան շատ էր, որ 10 եպիսկոպոսներն իրենց իսկ հրավիրած հավաքին ժամանեցին բավականին ուշ, հիմնականում քաղաքացիական հագուստով մարդկանց ենթադրաբար առանց համազգեստի ոստիկանների ուղեկցությամբ։ Քաղաքացիները նրանց թույլ չտվեցին մտնել մայր տաճար, որտեղ այդ պահին վեհափարի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Վեհափարի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։ Նրանք փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունն անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների բանկարկումների ու սլոցների ներքո։ Հավաքվածները նրանց ուղղությամբ բղավում էին «Հուդա», «Ամոթ» եւ «Վանկարկում վեհափար»։ Կարճ ելույթից հետո կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները քաղաքացիական հագուստով մարդկանց խիտ շարքերով շրջապատված դուրս եկան տաճարի տարածքից ու նստելով մեքենա արագ հեռացան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքից, խոստանալով, որ դեռ կվերադառնան։ Փաստացի դեկտեմբերի 18-ին Մայրաթորի դեմ առաջին գրոհն տապալվեց։ Մամուլը գրում էր, որ 10 տիրադավները հաջորդիվ դեկտեմբերի 28-ին արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ էին գրոհելու վեհարանի վրա, նշվում էր, որ նախքան դա գուցե վեհափարն էլ ձերբակալվի, սակայն այս կանխատեսումը կյանքի չկոչվեց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 28-ին Գառնիում է պատարագի մասնակցելու։ 2025-ին Հայաստանի ներքաղաքական կյանքն այս տեսքն ուներ, իսկ նոր զարգացումներով կհանդիպենք արդեն 2026-ին։ Շարունակեք հետևել Օրագիր Նյուզին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։